Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Սա մեր կիրակնօրյա Աստվածաշունչի սերտողությունն է։ Այս կիրակի մենք շարունակում ենք մեր նոր կտակարանից սերտողությունները։ Նամակ Հռոմեացիներին 7-րդ գլուխն ենք ուսումնասիրում 7-ից 12 համարները։ Նախքան մեր սերտողությունը սկսելը, ինչպես միշտ, քաջալերում ենք բոլորին, որ երբ ստանում եք այս պատգամը, ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք կիսվեք ձեր մտերիմների հետ։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ նաեւ խնդրում ենք, որ բաժանորդագրվեք, հետևեք մեզ մեր YouTube-ի եւ Facebook-ի էջերով։ Նաեւ նշեք այն կետը, որ թույլ է տալի ձեզ տեղեկացվեք, հենց որ մեր սերտողությունը մենք թողարկում ենք։ Ուրեմն, քանի որ մենք հատուկ ժամ չունենք թողարկման համար, ամեն չորեքշաբթի եւ ամեն կիրակի օրերն են թողարկվում եւ երբ որ հետևեք մեզ, անպայման իմաց կստանաք, թե երբ է պատրաստ սերտողությունը։ Հիմա այս պահին եկեք մեր գլուխները խոնարհենք, աղոթենք եւ անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բոլոր տված բարիքների համար։ Շնորհակալ ենք Հիսուս, որ եկար դու 2000 տարի առաջ, խաչվեցիր մեր մեղքերի համար, հարություն առար եւ քո միջոցով մենք փրկություն ունենք։ Շնորհակալ ենք Տեր։ Աղոթում ենք Հայր Որդի Սուրբ Հոգի, Սուրբ Երրորդությունով, Սուրբ Երրորդության անունով եւ մենք գալիս ենք Տեր խոնարհ կերպով, ուղակի խնդրելով, որ դու Տեր մեզ առաջնորդես մեր սերտողությունների մեջ, ուսումնասիրությունների մեջ քո խոսքի եւ խնդրում ենք, որ քո խոսքով Տեր Աստված դու առաջնորդես եւ աշակերտես մեզ։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ բոլորի հարցերը իհարկե դու գիտես, բոլորի խնդիրները եւ դժվարությունները եւ աղոթում ենք Տեր ուղակի մեր դիտողներին եւ ունկնդիրներին դու առատորեն օրհնես Տեր։ Աղոթում ենք այսօր էլ մեր սերտողությունը օրհնես եւ աշակերտես քո խոսքերով, աղոթում ենք Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Հարգելիներս, այս շաբաթվա կիրակնօրյա սերտողության վերնագիրն է օրենքը եւ մեղքը։ Այս համարների մեջ կտեսնենք, թե Պողոս առաքյալը ինչպես է հավելում օրենքի դերը մեղքը ճանաչեցնելու հետ կապված եւ մեղքի հետևանքը, որը մահն է։ Եկեք ուրեմն 7-ից 8 համարները կարդանք ու սկսենք մեր ուսումնասիրությունը։ Պողոս առաքյալն ասում է. «Արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, քավլիցի, բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով եւ ցանկություն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր մի ցանկացիր։ Պատվիրանը առիթ դարձավ մեղքի իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է»։ Լավ, եկեք հասկանանք, թե Պողոս առաքյալը գեղեցիկ կերպով ինչ է ուզում ասի։ Նախ ասեմ, որ իր միտքը շարունակությունն է 1-ից մինչև 6 համարներին։ Անցյալ կիրակի մենք ուսումնասիրեցինք 7-րդ գլուխը 1-ից 6 համարներ եւ օրենքի մասին իհարկե խոսեցինք մենք։ Ուրեմն այստեղ կա մի քանի կարևոր կետ։ Եկեք տեսնենք նախքան օրենքը ինչպես է եւ օրենքից հետո, հետ օրենք կամ օրենքից հետո ինչ է տեղի ունեցել։ Առաջինը, օրենքից առաջ ինչն էր աշխատում կամ Աստված ինչ էր օգտագործում։ Իհարկե խիղճն էր օգտագործում եւ խիղճն էր աշխատում։ Աստված խղճի միջոցով մարդկությանը հասկացնում էր իրենց սխալները։ Եվ աստվածաբանական այս շրջանում կամ նրանց բացատրության միջոցներից մեկը կամ անվանում ես շրջանին կոչվում է խղճի ժամանակաշրջան։ Այսինքն աստվածաբանները բաժանում են տարբեր ժամանակները տարբեր հատվածների եւ այս հատվածը նախքան օրենքը խիղճն է եւ խիղճն է տիրում, իսկ օրենքից հետո ամեն մի մեղք իհարկե կետ առ կետ հաստատվեց ու Աստված թվեց մարդկության մեղքերով
թվեց մարդկության մեղքերը 10 պատվիրաններով եւ մի հսկայական ցանկ, այսպես ասենք, չի կարելիներով։ Սա է նպատակը Պողոս առաքյալի, որ մի քիչ ավելի ճոխ կերպով է բացատրում, թե օրենքը ինչ դեր է կատարում, թե ինչպես օրենքը առաջանալուց հետո ինքը հասկացավ իր մեղքերը, այսինքն ինչ է ուզում ասի։ Եթե ժամանակին խիղճ կար եւ խիղճը քաշում էր ուղակի կամ դատապարտում էր կամ հուշում էր, որ այդ արարքը չպետք է անել, հիմա արդեն օրենքով հստակ արձանագրված է ամեն տեսակի մեղք եւ մենք գիտենք, որ մեղքի հետևանքը մահն է եւ քանի որ մարդ մեղավոր էություն ունի, բնականաբար եւ իծնա այդ մարդը Աստծու հետ արդեն թշնամության մեջ է։ Դրա համար շատ անհրաժեշտ էր եւ կարեւոր էր Հիսուս Քրիստոսի գալը եւ Հիսուս Քրիստոսի խաչելությունը եւ հարությունը, որովհետեւ Հիսուս մեկընդմիշտ լուծեց մեղքի հարցը եւ այն թշնամությունը, որ մեր եւ Աստծու միջև էր, շտկվեց, այսինքն բոլորիս համար, իհարկե ոչ նրանց համար, ովքեր որ Հիսուսին ընդունում են որպես Տեր եւ Փրկիչ, ապաշխարում են եւ ունեն վերստին ծնունդ։ Այսինքն մարդկության համար Հիսուս եղավ ճանապարհը եւ միջոցը, ինչպես որ Հիսուսն է ասում, ես եմ ճանապարհը եւ ես եմ ճշմարտությունը։ Հիմա մենք սա ենք հասկանում, Պողոս առաքյալ ուզում է բացատրի, որ օրենքը ինչ դեր կատարեց, ավելի մանրամասնորեն։ Իսկ եթե մենք անցնենք 9-ից 11 համարները կարդանք ու սերտենք, կտեսնենք, թե Պողոս առաքյալը ավելին ինչ կասի։ Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ, իսկ ես մեռա, եւ այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ, որովհետեւ պատվիրանը առիթ դարձավ մեղքի, ինձ խաբեց ու դրանով սպանեց։ Լավ, Պողոս առաքյալը ինչ է ուզում մեզ այստեղ հասկացնի, մի քիչ շատ ավելի գեղարվեստական ձևով է գրում, մի քիչ ավելի ճոխ ձևով է գրվում այստեղ, բայց մենք հասկանում ենք, որ մեղքի հետևանքը մահն է, ու դրա համար էլ Պողոս առաքյալը բացատրում է, որ մեղքը դեպի մահ է տանում ու օրենքը, ինչպես ասացինք, հայլի լինելով, բացահայտում կամ ասենք պարզ կերպով մեջտեղ է բերում մեղքը, ցույց է տալի մեզ ուղիղ կերպով, թե մենք ով ենք, որովհետև մենք հնարավորություն չունենք բոլոր պատվիրանները պահենք կատարյալ ձևով, իհարկե ժամանակ առ ժամանակ կխախտենք, իսկ երկրորդ կետը ասում է, իսկ Հիսուս ինչու եկավ, նա եկավ, որ հին ուխտի թերությունը շտկի կամ լրացուցիչ լինի, այսինքն հին ուխտը չի լուծում մեկընդմիշտ մեղքի հարցը, սա ինչ է նշանակում, ամեն անգամ մեղք գործելուց հետո բերում էին զոհ, որ զոհ մատուցեին, որ մաքրվեր նրանց մեղքերը, անընդհատ արունաթափություն էր լինում, իսկ օրենքը թելադրում էր, որ իհարկե նոր ասացից պես, որ զոհ մատուցվեր, ու սա անավարտ էր, բայց Հիսուսով մեղքի հարցը իհարկե լուծվեց, եւ սա է ուզում ասի Պողոս առաքյալը մեզ, որ հարգելիներս, օրենքը ոչ թե խնդիր է, օրենքը ոչ թե պիղծ է, չէ, ինքը ուզում է հասկացնի, որ օրենքը Աստծու կողմից տրվեց, որպեսզի բոլորի մեղքերը կետ առ կետ նա թվի եւ ցույց տա ամեն մի մեղք հատ ու դրա լուծումը որն է, լուծումը անընդհատ զոհ պետք է մատուցվի, անընդհատ արյուն պետք է թափվի եւ Աստված ասեց, որ այս օրինակը զոհի, որը անմեղը մեղավորի համար է զոհվում, նախադիպարն է, իհարկե
հետագայում իր որդու կատարած։ Եվ գիտենք, որ Հիսուս լինելով այդ զոհը, վերջին զոհը, մեկընդմիշտ, նորից եմ կրկնում, մեկընդմիշտ, սա է կարևոր կետը, մեկընդմիշտ լուծեց մեղքի հարցը։ Մենք այսօր այլևս պետքություն չունենք զոհ մատուցելու։ Երբ որ մենք մեղք ենք գործում, մենք ուղղակի բարձրանում ենք մեր Տիրոջը, մեր ծածուկ տեղը, աղոթքի ենք գնում եւ Տիրոջը խնդրում ենք ներողություն Հիսուսի անունով։ Հիսուսով ենք մենք գնում երկնավոր Հորը։ Հետևաբար մենք ունենք բարեխոս, մենք ունենք այն անձնավորությունը, Աստծուն, երկրորդ անձը Սուրբ Երրորդության, Որդին Աստծուцո, Միածինը եւ նրա միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով մենք մեղքերի թողություն ենք ստանում։ Այստեղ շատ կարևոր կետ կա նաև, որ ուզում եմ շեշտեմ։ Նա, ով վերստին ծնունդ ունի, իր միտքը, կենտրոնացումը Աստված է։ Ուրեմն մեղքը եւ իր մեղավոր անձին նա նվազեցնում է, արդեն դե իհարկե բնականաբար եւ ինքնաբերաբար, երբ որ հետևում ես Հիսուս Քրիստոսին, վերստին ծնունդ ստանալուց հետո, այսինքն ապաշխարությունն է, որ ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, այդ ժամանակվանից հետո քո մեջ վերափոխում պետք է լինի։ Եվ այդ վերափոխումը արդեն բնականաբար սկսում է փոխել, հետաքրքրություններդ են փոխվում, աշխարհի հետ կապված արդեն այլևս կապ ցանկություն չես ունենում, Հիսուսին եւ երկնքի արքայության վրա ես հիմնված, երկնքի արքայությունն է քեզ հետաքրքրում, Տիրոջ գործերն է քեզ հետաքրքրում, ամեն րոպե Տիրոջ մասին խոսելն է հետաքրքրում, Աստծո խոսքը, Սուրբ Գիրքը ընթերցելն է հետաքրքրում, տեսնում եք արդեն փոփոխություն է կատարվում ձեր մեջ, եւ եթե իսկապես վերստին ծնունդ ունես եւ ապաշխարել ես, այդ փոփոխությունը քո մեջ կտեսնես։ Հարգելիներս, խնդրանքս այն է, որ եթե դուք հետևում եք մեզ եւ ամեն չորեքշաբթի եւ կիրակի օրերը հետևում եք, լսում եք Տիրոջ խոսքը, թող միայն լսողներ իհարկե չլինենք, այլ կատարողներ եւ հասկանանք, եթե դեռ մենք Հիսուս Քրիստոսին չենք ընդունել որպես Տեր եւ Փրկիչ, ինչպես Հռոմեացիների 10-րդ գլուխ 9-ից 10 համարների մեջ է գրված, որ ուզում եմ ես ձեր համար հիմա մի հատ կարդամ ես, գրած է, որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Եկեք այս պահը մենք չկորցնենք, եթե դեռ չեք ընդունել Հիսուս Քրիստոսին, ձեր բերանով, ձեր շուրթերով դավանեք նրան որպես Տեր եւ Փրկիչ, սրտումդ հավատացեք, որ արդարանաք եւ փրկություն ունենաք։ Ամենակարևորը դա է։ Հույսով եմ, որ այս կիրակնօրյա մեր սերտողությունը ձեր համար օրհնանք էր, Աստված թող ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։